Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանական լրատվամիջոցներն են անդրադարձել Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի այցին Հայաստան, մասնավորապես իրանական մեհրը հոդված է հրապարակել մեջբերելով Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունները։ Ազիզ Նասիրզադեն եւս մեկ անգամ հայտարարել է, որ Թեհրանը Հայաստանի եւ Իրանի սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա։ Միակ երկիրը, որ շահագրգիռ է եւ կօգնի մեզ հարձակման դեպքում դիմենք անպայման կաջակցի, դա Իրանն է, որտեղ ազգային անվտանգության, ռազմավարական, տարածքային ամբողջականության շահերը համընկնում են։ Տարածաշրջանում տարածքային ամբողջականության եւ սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է, հայտարարել է Նասիրզադեն։ Իրանի եւ Հայաստանի ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղի է, եւ Թեհրանն այդ սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա։ Իրանը բազմիցս նշել է սահմանների փոփոխությունը, Իրանի համար կարմիր կետերը միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն է, գեոպոլիտիկ փոփոխություն է, էթնիկ փոփոխություն է։ Իրանը մտահոգված է, որ հարավային Կովկասից լինի, դրա համար վերջերս շատ շեշտում է նորից տարածքային ամբողջականությունը եւ Իրանի կարմիր կետերը եւ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական ակտիվությունը տարածաշրջանում հարավային Կովկասում դրա մասին են։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև գործակցության մակարդակը։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը եւ հայտարարել, որ Հայաստանը հատուկ տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Իրանագետների դիտարկմամբ հարավային Կովկասում Իրանն ավելի շատ շահեր ունի Հայաստանի հետ հարաբերություններում, քան թե Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ հետեւաբար յուրաքանչյուր անվտանգային խնդիր, որոնք վերաբերում են Հայաստանին, դրա նկատմամբ անտարբեր չի կարող լինել Իրանը։ Իրանը Ադրբեջանի հետ պարզապես, այսպես ասենք, դիվանագիտական առումով փոխհարաբերությունները պաշտպանում, բայց իրականում նրանք չեն կարող բարեկամական փոխհարաբերություններ ունենալ, քանի որ նրանց շահերը չեն համընկնում, ազգային ընդհակառակը, դրանք խիստ հակասական են։ Շրջանում միայն Հայաստանի հետ որ ռազմավարական շահերը համընկնում են։ Իրանն ու Հայաստանը տարածաշրջանում իրենց կապերն ավելի ամրապնդելու համար նախատեսում են ընդլայնել տնտեսական հարաբերությունները։ Իրանը Սյունիքում բացեց իր հյուպատոսությունը, առաջիկայում էլ գործարար հանդիպումներ կլինեն Երևանում, Թեհրանում եւ Իրանի տարբեր խոշոր քաղաքներում։ Կոնգրեսում է Մարկո Ռուբիոն խոսել հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա պատասխանել է հայամետ կոնգրեսականի հարցին։ Ռուբիոն մի կողմից ասում է, որ խաղաղություն հաստատելու նպատակներ ունեն, մյուս կողմից ընդգծում կա իրական վտանգ, որ հակամարտություն կարող է լինել։ And that's something that's need to be called out as well. As far as Azerbaijan, Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատելու վրա։ Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրաված են այդ գործընթացում, փորձելով դա իրականություն դարձնել եւ կանխել հնարավոր ռազմական միջամտությունը։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների եւ մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն։ Ըստ ամերիկագետի նախ կարևորը միջավայրը, այսպես ասենք հարթակի լրջությունը, որտեղ Ռուբիոն բարձրացրել է հարցը, հետո նաև այն, որ հիմա Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի պաշտոնակատար է։ Նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները ստացվում են նույնական են, բայց որպես կանոն այս կառույցների մոտեցումները հիմնականում չեն համընկնում։ Գործում ենք մի իրավիճակի, երբ որ այս երկու կառույցները ըստ Ռուբիոյի ղեկավարության ներքո է գտնվում եւ նրա արտահայտած միտքը շատ ավելի հստակ եւ կարելի ասել միանշանակ նաեւ արտացոլում են քաղաքականությունը, որը Ռուբիոն առաջ է մղում ներկայացնելով Միացյալ Նահանգների նախագահին։ Խոսքի բովանդակության մասին գնահատականը նոր չէ, բայց նոր են հարավային Կովկասի իրողությունները։ Այստեղ են Իրանն ու Ռուսաստանը, որոնց հետ վերջին շրջանում սկսել է երկխոսել Միացյալ Նահանգները, արդյունքում ըստ մասնագետի քիչ թե շատ սառեցնելով հարաբերությունները Իսրայելի հետ։ Իսրայելի դաշնակից Ադրբեջանին զգուշացնում են, հիմա սա դրանք հրահրելու ժամանակը չէ։ Եվ Ռուսաստանը եւ Իրանը ինչ-որ ձևով ներքաշվելու է, եթե Ադրբեջանը որոշի Սյունիքը գրավել կամ եթե որոշի Միջանցքի, այսպես ասենք, հարցը լուծել, հենց սա է պատճառը, որ կարծում եմ Միացյալ Նահանգները նաեւ մեսիջներ է տալիս նաեւ Ադրբեջանին, որ պետք է զերծ մնալ այս ամեն ինչից, որովհետեւ Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերին այդ ամենը կարող է խանգարել։ Ես չեմ կարծում, որ լարելու նպատակ կա, որտեղ նորից եմ ասում, գոնե այս փուլում նման նպատակ լինելը այդքան էլ պրագմատիկ չէ, որովհետեւ
եւ Իրանի հետ բանակցությունները բավականին դանդաղ, բայց կարծես թե հաստատուն կերպով են առաջ շարժվում, նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Ամերիկյան կողմը սաստում է Ադրբեջանին առաջին հերթին իհարկե իր շահերի համար, իսկ ինչպես կվարվի Վաշինգտոնի 907 բանաձևի հետ, որը արգելում է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Փորձագետն ասում է, նախորդ տարի բանաձևը չի շրջանցվել, այն կիրառվում է ուժի մեջ է։ Սովորաբար այն շրջանցելու նամակով պետքարտուղարը դիմում է կոնգրեսին։ Այդպիսի նամակ ըստ փորձագետի դեռ չկա։ Իրանում մահապատժի են ենթարկում այն տղամարդուն, որ 2023-ի հունվարին հարձակվել էր Ադրբեջանի դեսպանատան վրա։ Բաքուն հաճախակի է դժգոհում, թե պատիժն ուշանում է, որ Իրանին մեղադրում է դիտավորության մեջ։ Ձգձգվում էր իրանական արդարադատությունը, թե սա քաղաքական որոշում է։ Բաքու-Թեհրան հարաբերությունների սև խոռոչները հայտնի են մեկ հարցում չէ, որ այս երկրները սկզբունքորեն տարբեր բևեռներում են, բայց Ալիև Փեզեշքյան վերջին հանդիպումը Բաքվում ջերմ էր, դիտարկումները խիստ բարեկամական, իսկ այս օրերին երկրներն առաջին անգամ Արցախի հադրութում են զորավարժություն իրականացնում, առազ 2025, եւ մինչեւ իրանցի ու ադրբեջանցի զինվորականները պայմանական պայքարում են հնարավոր սպառնալիքի դեմ, այդ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն Իրանի հին ու հայտնի հակառակորդ Իսրայելի իշխանությունների հետ Թել Ավիվում քննարկում է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այստեղ պետք է նկատել, որ հենց այսօր ԱՄՆ հետախուզական ծառայությունը տվյալներ հրապարակեց, թե հնարավոր է Իսրայելը հարվածներ հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ տարածաշրջանում Իրանին հարվածելու ամենահարմար դիրքավորման վայրը հենց Ադրբեջանն է։ Եվ ուրեմն բարեկամանում են հին հակառակորդները։ Քաղաքագետն ասում է, դիվանագիտություն է, տակտիկա, հաշվարկում են ռիսկերը, վերանայում անելիքները։ Իրանը Ադրբեջանից որոշակիորեն զգուշանում է, վտանգ է զգում, ոչ թե բուն Ադրբեջանից, այլ նրանից, որ այլ ուժային բևեռներ կարող են Ադրբեջանի տարածքը օգտագործել Իրանի դեմ ինչ-ինչ գործողությունների, դրա համար Իրանը ձգտում է ամեն դեպքում եւ հարաբերությունները ամրապնդել Ադրբեջանի հետ եւ նաեւ այդ միջոցով ինչ-որ վերահսկողություն սահմանել Ադրբեջանի վրա, այսինքն անընդհատ իր ուշադրության կենտրոնում պահել եւ կոնկրետ դա ենթադրում է օրինակ մահապատիժը, որպես հարաբերությունների կարգավորման փոքր քայլ, դա ենթադրում է նաև համատեղ զորավարժությունները Արցախի տարածքում, որովհետև առաջին հերթին Իրանը զգուշանում է հենց այդ տարածքներից։ Փորձագետն ասում է, Բաքուն էլ այստեղ իր հաշվարկներն ունի, Թել Ավիվի հետ բացարձակ մտերմությունը կարող է հետագա խնդիրներ առաջացնել։ Դա մասնավորապես Էրդողանին դուր չի գալիս։ Մայիսի սկիզբն էր Իսրայելի վարչապետը որոշել 5 օրով Բաքու գնալ, Ալիևին հանդիպել։ Լրատվամիջոցները գրում էին, որ կարող է նաև Էրդողանի հետ հնարավոր հանդիպում լինել։ Ոչ մեկը եղավ, ոչ մյուսը։ Այս ֆոնին Թեհրանի հաշվարկները կազդեն Բաքվի գործելավոճի վրա։ Ծանր ու թեթև կանի Իրանին նշանառության տակ վերցնելուց առաջ։ Կարծում եմ Ադրբեջանը հենց այդպես էլ կանի, հաշվի առնելով եւ ռիսկերը եւ հաշվի առնելով այն, ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները չեն կարող անկախ լինել թուրք-իսրայելական հարաբերություններից, իսկ թուրք-իսրայելական հարաբերությունները Սիրիայով պայմանավորված բավականին բարդ են, գրեթե թշնամական։ Դրա համար էլ Ադրբեջանը չի կարող անտեսել դա եւ չի կարող շարունակել խորացնել հարաբերությունները Իսրայելի հետ, ձևացնելով ոչինչ չի եղել։ Այստեղ նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է հիշեցնում փորձագետը։ Այդ հարցում Իրանի անփոփոխ դիրքորոշումը նույնը չեն Իրանի եւ Ադրբեջանի ռազմական հնարավորությունները։ Իրանը դիվանագիտությունը գործի է դրել, բայց չի փակել զինապահեստը։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ հարցաքննվել է Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանը։ Երեկվա դատական նիստում հրապարակվել է նաև Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դատական հերթական նիստին, ինչպես նախորդ դեպքերում, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։ Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինց ու գործով դատավարության հերթական նիստը, որի ժամանակ Վարդանյանը դիմել է դատարանին, բացառք հայտնելով գործը քննող դատավորների կազմին։ Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բացարկը, դատարանը հեռացել է միջնորդությունը քննարկելու համար։ Ընդունված որոշման պարարկությունները թողնվել է առանց քննարկման, այնուհետև ցուցմունք են տվել մի քանի տուժողներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը մոտ է վերջնական խնդրի կատարմանը Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատմանը, անդրադառնալով Իսրայելի հասցեին հնչող մեղադրանքներին առայն, թե Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի բնակչությունը հայտնվել է զանգվածային սովի շեմին, Նեթանյահուն նշել է, թե Համասի հանդեպ լիակատար հաղթանակը արմատական կփոխի վիճակը։ Այդ ժամանակ մենք կկարողանանք այնտեղ ընդունել խաղաղ բնակչությանն ու մարդասիրական օգնություն տրամադրել նրանց, հաստատ իմանալով, որ այդ օգնությունը Համասի ձեռքում չի հայտնվի, նշել է Նեթանյահուն։
Իրանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների 5-րդ փուլի առաջարկ է ստացել։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ առաջարկը քննարկվում է։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան եւ կարեւորել ակտիվացված երկկողմ փոխայցելությունները։ Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար եւ վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն։ Հանդիպան ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը, դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Վերհիշենք օրեր առաջ ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը։ Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն, առաջին ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն, երկրորդ ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Նախագիծը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, որոնք պարզաբանում է հենց նախագծի հեղինակը։ Եթե դու որևէ ոլորտում հաջողության ես հասել, սպորտում մեջ աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի կամ շախմատի չեմպիոն ես կամ գիտական կոչում ունես, դու հավանաբար նաև քո այդ վաստակով մեծ գումարներ ես վաստակում եւ կարող ես վճարել գումար, ծառայել 1 ամիս, ընդմիշտ փակել ծառայության էջը, ոչ թե ամեն տարի խնդրել, որպեսզի կառավարությունը օրինակ քեզ տարգետում տա։ Եվ նաև քո վճարած գումարներով այլ քաղաքացիներ կծառայեն։ Սոցիալական անարդարության կոմպոնենտը միանշանակ կա։ Եթե ներկայումս իհարկե նշվում է, որ հարուստ, մեծահարուստ խավի ներկայացուցիչները ունեն հնարավորություն, այսինքն նախկինում կոռուպցիա համարվող կարգավիճակով օրինականացվում է զինվորական ծառայությունից ազատվելու այդ դրույթը, որը բնականաբար ընդունելի չէ։ Պատգամավորի խոսքով այն գումարները, որոնք վճարվելու են բանակում քիչ ծառայելու համար, տրամադրվելու են ծառայողների կարիքները հոգալուն։ Սարգսյանի ու իրավապաշտպանի տեսակետները սակայն չեն համընկնում։ Սա կոռուպցիան վերացնելու ճանապարհ է, որովհետև այսօր ունենք կոռուպցիա եւ հարուստների, մեծահարուստների երեխաները նրանց բարեկամների կամ նրանց աշխատողների, տնօրենների, նրանց խնամիների, ծանոթների երեխաները նույնպես չեն ծառայում։ Եվ մենք այսօր արձանագրում ենք, որ մեր բանակում չեն ծառայում այս խավի անձինք ու նշում ենք նաև ճանապարհները ոնց են խուսափում, ես լուծում եմ առաջարկում, մենք ոնց կարանք դրա դեմը կանգնացնել եւ խափանել այդ մեխանիզմը, որը այսօր գործում է եւ սրանով հզորացնել մեր բանակը։ Հայկ Սարգսյանը վստահ է, բանակում մեծ ֆինանսական միջոցներ է բերելու այս նախագիծը, ինչն էլ նպաստելու է ծառայության գրավչության բարձրացմանը։ Շատ մեծ թվով քաղաքացիներ ուղղակի խուսափում են, նրանց մի մասին անգամ փոքր տոկոսին 1000-ին կամ 1500-ին, 2000-ին, եթե կարողանանք մենք հետ բերել պարտադիր զինվորական ծառայության հաշվառել եւ նրանք վճարեն այս սահմանված գումարները, մենք կունենանք բոլորովին ուրիշ իրավիճակ եւ բոլորովին ուրիշ պաշտպանվածություն։ Եթե անձը վճարում է որոշակի գումար ու անցնում է ծառայության օրինակ 1 ամիս ժամկետով, դա չի երաշխավորում, որ անձը մնալու է Հայաստանում եւ հետագայում նպաստելու է Հայաստանի մարտունակությանը, այսինքն ոչինչ իրեն արդեն իսկ չի խանգարում գնալ արտերկիր, ապրել, քաղաքացիություն ստանալ։ Ամեն դեպքում պատգամավորը կարծում է, որ մեր բանակում այո խնդիրներ կան եւ պետք է այդ մասին բարձրաձայնել, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել։ Իր առաջարկած նախագիծն էլ Հայկ Սարգսյանը համարում է խնդրի լուծման մի տարբերակ։ Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների 2025-ի հունվար-մարտ ամիսներին ապահովագրական ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 100,918 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1%-ով։ Ապահովագրական պահուստները կազմել են 42,589 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշների համեմատ փոփոխություն չի գրանցվել։ Մայիսի 20-ին ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանումներ են ներկայացրել Մոխչյանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ըստ նախնական տեղեկությունների ավագ դասարանցիները 4-րդ դասարանի աշակերտների քթի մեջ լցրել էին սպիտակ փոշի եւ լռության դիմաց գումար պահանջել։ Այս հիմքով հարուցվել է քրեական վարույթ շորթման հոդվածով։ 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 2-ի նկատմամբ կիրառվել է հսկողություն, 1-ի նկատմամբ տնային կալանք, իսկ մյուսի նկատմամբ տնային կալանք եւ 1 միլիոն դրամ գրավ։ Նշանակվել
հրապարակվել է փորձաքննություն, որը պետք է պարզի արդյոք կիրառված փոշին թմրամիջոց է թե ոչ։ Իրավապահների խոսքով բռնության եւ թմրամիջոցի առկայությունը դեռ չի հաստատվել, իսկ թմրամիջոցից կախվածության վերաբերյալ լուրերը հերքվում են։ Բացի այդ, ներկայացվել են դպրոցներում անվտանգության բարձրացման ուղղված մի շարք միջոցառումներ։ Հայաստանի կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի դեսպանատան առջև, դատապարտելով հայկական արտադրանքի տարանցման խոչընդոտները Վրաստանի տարածքով։ Ակցիայի մասնակիցների խոսքով Ռուսաստան եւ Բալթյան երկրներ արտահանման ենթակա կոնյակն անսպասելիորեն ենթարկվում է լաբորատոր փորձաքննությունների վերին լարսի անցակետում, հանգեցնելով երկարաժամկետ ուշացումների եւ զգալի ֆինանսական վնասների։ Կոնյակագործները պնդում են, որ իրենց ապրանքները նախատեսված չեն Վրաստանի շուկայի համար, իսկ այդ երկիրը պարզապես ուղի է հանդիսանում։ Նշվել է, որ մի շարք բեռնատարներ արդեն 40 օր պահվում են Վրաստանի տարածքում արհեստական խոչընդոտներով։ Մայիսի 19-ին Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Լադա Պրիորան եւ Օփելը։ Լադան վրաերթի ենթարկել հետիոտնի, ապա առաջ ընթացել եւ շրջվելով մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Երևանի շտապօգնության բժիշկները նախտեղում օգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը, հետո ծայրահեղ ծանր տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, այս կարող է իրանց հեռախոսն է։ Վրաերթը տեղի ունեցել նաև Արմավիրի մարզում, Աղավնատուն գյուղում Ֆորդ Տրանզիտը վրաերթի ենթարկել 2 անչափահասի։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղաշապատ բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո պետք է տեղափոխվեին Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։ Ժամանել են բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Հիվանդանոցի բակում բարեկները հայտնաբերել են Ֆորդ Տրանզիտը, իսկ վարորդին բարեկները որոնում են, քանի որ նա մինչև մայիսի 19 ժամը 22:50-ը ոստիկանության Վաղաշապատի բաժին չէր ներկայացել։ Տեղում բարեկները պարզել են, որ վրաերթը կատարվել է նշված ավտոմեքենայով եւ այդ ավտոմեքենան հայտնաբերել են այստեղ Վաղաշապատ բժշկական կենտրոնի բակում, սակայն վարորդը չկա։ Եվ Մարմարի գետին հարակից մոտ 4 կիլոմետրանոց անտառում փրկարարության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով որոնել են մարմարիկցի 2-ամյա Տիգրանին։ Իսկ Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են որոնողական աշխատանքները գետում։ Երեխային որոնում են նաև աղբյուրակի ջրամբարում։ Փրկարարներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, ջրի հատակը նկարահանող սկաներներ։ Կինոլոգների որոնողական աշխատանքները շարունակվում են մինչև մութն ընկնելը եւ առանց չափազանցության արդեն կինոլոգները հատուկ վարժեցված շներով որոնողական աշխատանքներ են իրականացրել անտառային հատվածում մոտ 4-ից 4.5 կիլոմետր շարավողով, այդքան մեծ տարածք։ Արդյոք բուժ հիմնարկ ղեկավարելու համար բժշկական կրթությունը պետք է պարտադիր լինի։ Հարցը առողջապահության նախարարությունն է վիճարկում։ Առաջարկում են պարտադրանքից հրաժարվել։ Մեր խորին համոզմամբ եւ նաեւ միջազգային փորձն ու այլ երկրների արդեն հաջողության պատմությունները ցույց են տալի, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը, օպերացիոն հատվածը, ոչ վիրահատական, այլ պրոցեսների կառավարման հատվածը եւ զուտ մասնագիտական բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվի եւ ըստ էության դրանով նաեւ մենք համակարգային փոփոխություն կմտցնենք ընդհանուր կառավարման մեջ։ Նախարար Ավանեսյանի այս հիմնավորումը փորձագիտական համայնքում մեծ ոգևորությամբ չեն ընդունում։ Առողջապահական կազմակերպիչներն ասում են, բուժ հաստատություններում մշտապես եղել են ու այսօր էլ կան ֆինանսական մասի պատասխանատու ղեկավարներ, այդ գծով տնօրենի տեղակալներ, ուրեմն բժիշկ կառավարիչներին ինչու մեղադրել, թե փողը ճիշտ տնօրինել չեն կարողանում։ Կատեգորիկ սխալ է բժշկական հիմնարկի կառավարիչը պետքա լինի բժիշկ միանշանակ, որովհետև այդտեղ աշխատում են բուժ աշխատողներ, բժիշկներ եւ միջին բուժ անձնակազմը, որոնց աշխատանքի գործունեության հետ կապված հնարավորություններ կան, որոնք ոչ բժիշկ կառավարիչները չգիտեն։ Առողջապահության կազմակերպիչ որակավորում ունեցող բժիշկը առանձին ֆինանսական բլոկի վերապատրաստում անցնում ու իրան բավարար է, որ ինքը ունենա ֆինանսական գծով
տեղական կամ խորհրդական։ Թե միջազգային կոնկրետ որ փորձն են ուսումնասիրել առողջապահության նախարարությունում հայտնի չէ։ Նախարարն իր խոսքում մասնավոր օրինակներ չի բերում, սա պարզ չէ նաև ոլորտի մասնագետի համար։ Ես համենայն դեպս չեմ տեսել որևէ կլինիկա, որտեղ որ բժշկի դերը որոշիչ չլինի, այդ կլինիկան բարգավաճի, ես չգիտեմ իրանք որտեղ են տեսել։ Բժիշկների համար ստեղծվելու են աշխատանքային անտանելի պայմաններ, բժշկությունը մղվելու է հետին պլան, այլ առաջագանում միայն ֆինանսական օգուտները, որոնք պետք է բերվեն ամեն գնով։ Բուժ հիմնարկներում նկատենք, ինչպես պատասխանատուներն են ձևակերպում համակարգային այս բարեփոխումներին զուգահեռ էլ հենց տեղի են ունենում կադրային փոփոխությունները։ 3 բուժ կենտրոն արդեն նոր տնօրեն ունենալու ճանապարհին է։ Մոսկվայում մեծ շուկով ներկայացվել է 20-րդ դարի ամենահայտնի հայ քարտեզագիրներից մեկի Զատիկ Խանզատյանի Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի վերահրատարակված տարբերակը։ Այն ներառում է շուրջ 500 քարտեզ, որոնք ներկայացնում են հայոց պատմության բոլոր հիմնական շրջափուլերը, սկսած հնագույն Բաբելոնից մինչև մեր օրերը։ Քարտեզների գիտական ճշգրտությունն ու բազմալեզու բնույթը, ինչպես նաև դրանց մանրամասն փաստագրական ներկայացումը հնարավորություն են տալիս ատլասը կիրառել որպես արժեքավոր գիտա-քաղաքական աղբյուր, հատկապես այսօրվա տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում։